Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված ժամանակացույցով սեպտեմբերի 4-ին Մայրաքաղաքի Էրեբունու և Մաշտոցի համայնքներում բացվեց ևս 2 հենակետ։ Հենակետի բացումը հենց համայնքի բնակիչների կողմից խորհրդանշական է։ Համայնքային ծառայությունը չի կարող կենսագործվել առանց ոստիկանության ու հասարակության սերտ համագործակցության։ Հասարակությունը, թաղը պետք է շարժիչ ուժը լինի, որ ոստիկանությունը զգա դա եւ տանի իր գործը առաջ։ Հակառակ դեպքում խոսակցությունից չենք գնա։ Մենք ծառայում ենք հասարակությանը։ Եթե հասարակությունը չի ծառայում ինքը իրեն, մեր ծառայությունը պարտադրանքի նման մի բան է դառնում։ Իսկ մենք ոչ թե պետքա պարտադրանքի ճանապարհով գնանք, այլ ընկալման։ Հասկանալու համար մեզ ինչա պետք։ Ինչա պետք մեզ, ինչա պետք մեր ծերերին, մեր ջահելներին, մեր մանուկներին, ինչա պետք։ Մենք փոխվել ենք անվանումով, մենք փոխվել ենք ապրելաձևով եւ աշխատավոճով, փոխվում ենք։ Շուտով կփոխվենք եւ համազգեստով ընդհանրապես։ Ուրախալի է, որ հենակետի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից։ Մարդիկ համայնքային ոստիկանին ընկալում են որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու։ Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը, ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն, հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը։ Ձեզանից խնդրում, առաջարկում եմ, պահանջում եմ, ես էլ պատրաստ եմ ձեզ ծառայելու։ Եղեք այնպես ոստիկան, ինչ ձեր են գիշերը բարձին դնելուց, դուք մտածել ու պատկերացրել եք, երբ որ ոտները դրել եք համակարգ։ Ոնց եք դուք պատկերացրել, ոնց եք հանցագործ բռնելու, ոնց եք մանկական, պատանեկան այդ երիտասարդական այդ ֆանտազիաները դրեք ձեր մեջ ու տենց գործեք ու հաստատ իմացեք, որ այդ ապագա պետեր եք, ղեկավարներ եք, ակունքից պետք է սկսել ներքևից, սա ձեր ակունքն է։ Սա այն պորտալերն է, որ կապում է հասարակությանը ոստիկանության հետ։ Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն ըստ էության վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական եւ անշրջելի բարեփոխումը, ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը արդար ու ապահով իրականության հաստատումն ու պահպանումը։ Մենք ունենք ընտանեկան, բժիշկներ, չէ՞։ Իսկ ինչու չունենանք ընտանեկան ոստիկաններ։ Իսկ ինչու չունենանք մարդիկ, որ ապրում են ուղղակի հասարակության մեջ, բնակելի հատվածում, ժողովրդի մեջ եւ ուղղակի ամենօրյա եւ ամենաժամյա շփումների մեջ են։ Գիտեն իրենց շենքերում, որ բնակարաններն են ազատ, որտեղ ծերերն են ապրում, որտեղ երիտասարդներն են ապրում, որտեղ մի քիչ կամակոր երեխաներն են ապրում, որտեղ մի քիչ հանցագործության հակում ունեցող արդեն պատանիներն են ապրում, այսինքն լինեն ժողովրդի մեջ, լինեն իրանց հետ, ապրեն իրանց հոգսերով։ Համայնքային ոստիկանության ստեղծման նպատակը միայն դա է։ Լինել ընտանեկան բժիշկ օրենքի առումով, բացատրել, օժանդակել, օգնել, համագործակցել, եւ այս ամեն ինչը սին է լինելու, եւ այսօրվա այս մեր բացումն էլ, եւս մի հենակետի բացումն էլ ապարդյուն կլինի, եթե հասարակությունը չապրի մեր հետ, նույն հոգսերով։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ ոստիկանությունը ունի 2 ֆունկցիա։ Առաջինը, որ մատուցում է ծառայություններ, սա այն է, ինչ մենք անում ենք, եւ երկրորդը, որ բացահայտում է բոլոր իրավախախտումները եւ հանցագործությունները, որը կան, մեծ հաշվով այս 2 ֆունկցիան։ Հիմա մի ֆունկցիան, ծառայություն մատուցելու ֆունկցիան, մենք միասին ենք իրագործելու ակտիվ քաղաքացիների, բարեպաշտ քաղաքացիների հետ միասին։ Այնպես որ ձեզ եւ մեզ բարի երթ այս ուղղությամբ, բարի երթ դեպի օրինականություն, դեպի քաղաքացին, դեպի խաղաղություն։ Եվ բնակչությունը պատրաստակամ է մասնակցելու այդպիսի ոստիկանության ձևավորմանը։ Դա լինելով ոստիկանական ծառայության խնդիր, նաև ու առավել հասարակության ցանկությունն ու նպատակն է։ Мы благодарим вас, что вы совместно с нами будете участвовать в жизни нашего квартала.
Мы постараемся, чтобы совместная работа у нас была. И мы хотим, чтобы у нас была с полицией как бы одна семья. Ինձ դուր ա գալիս, կապես դուր ա գալիս, այս շինությունը ամենական որ գազը նայում էի օրիկան քարի, շատ ուրախանում էի։ Սենց բան չի եղել ստեղ։ Եվ հուսում ենք, որ ոստիկանությունը շատ լավ կաշխատի։ Դիմելով հենակետի ծառայողներին Վլադիմիր Գասպարյանն ասաց. Եթե քաղաքացին 1, 2, 3 մտնելով հենակետ ձեր կողմից ոչ պատշաճ վերաբերմունք տեսան, ոչ սկզբունքային վերաբերմունք, ոչ սրտացավ վերաբերմունք, մենք ավարտում ենք սա, ուրեմն ավարտված է, ուրեմն մեխանիզմը չի աշխատում։ Այսինքն մարդկային ֆակտորից է գալիս է ամեն ինչը։ Մենք ոստիկաններս մեր կեցվածքով, մեր վարվելաձևով, մեր գիտելիքներով, մեր շարժուձևով բացարձակ օրինակ պետք է լինենք մեր այստեղի հասարակությանը։ Համայնքային ոստիկանության կազմակերպման ծրագրի իրականացումը շարունակվում է։